Սիրելի հեռուստացիներ, այսօր մենք ուրվագիծը նկարում ենք անսովոր ֆորմատով։ Դուք գիտեք, որ Նայիրի գործարանի աշխատողները Նայիրի խորհրդային միության մեր արդյունաբերական հպարտությունն էր, այսօր բավական ծանր վիճակում են հայտնվել, նրանք ցանկանում են շատ պարզ տրամաբանական մի բան, իրենց տարիների աշխատանքի դիմաց աշխատավարձը։ Այդ խնդրը շատ երկար ժամանակ է, չի լուծվում, նախկին կառավարության ժամանակ, հիմա կարծես թե չի լուծվում։ Այս կառավարության ժամանակ մենք փորձենք նայեցիներից հարցնել, թե ինչու են նրանք եկել կառավարության դիմաց եւ ինչու են ցանկանում հանդիպել վարչապետի հետ եւ ինչպեսի լուծում են ընդհանրապես տեսնում, որովհետեւ մարդիկ ասում են, որ արդեն չեն կարողանում լուծել իրենց գազի, լույսի եւ այլ վարձերը, կենցաղային խնդիրները, ինչը համաձայնվեք շատ մեղմ ասած վատ իրավիճակ է։ Ով է ցանկանում խոսա։ Ներկայացեք։ Մամիկոնյան Լյուբանից։ Ինչ եք եկել այսօր բողոքում։ Մենք եկել ենք պահանջելու մեր աշխատավարձները։ Ինչի կառավարությունից ինչի եք ուզում վարչապետին հստացնեք։ Վարչապետի մոտ 5 միլիարդ գործարանին պարտքավ պետությունը։ Այո, պետությունը եւ մեր աշխատավարձերը չեն տալ։ Մենք պահանջում ենք, որ մեր աշխատավարձները 5 միլիարդ տան։ Իսկ իրենք ինչ են պատասխանում դες հանդիպել Ոչ մի բան։ Արհամարում են ժողովուրդը։ Արհամարում։ Չէ, բայց ես տեսել եմ, որ ազատված մարդկանց արհամարում են։ 3 Ոչ առաջ մի օրը պարտքի զգացմունք չունենալ։ Ո՞վ կարելի է։ ընդունելա 6 հոգու։ ո՞ր նախարար, ով։ Եվան Զախարյանը ընդունելա 5 հոգու եւ ասելա մենք աշխատավարձ չենք կարող տալ, պետք է վաճառենք գործանի որոշ արտադրամասեր, որ ձեր աշխատավարձը կարող ենք տալ։ Այդ ձեզ չի բավարարում։ Իհարկե չի բավարարում։ Ինչ գնով պետք է վաճառել, լոբի գնով։ Եթե մի տոննա երկաթը վաճառվում է 19000 դրամով, այդքան ժողովրդի պարտքը կարող են վճարել։ Ոչ։ Թող մեր փողերը տան, հետո այդ վաճառեն իրենց բյուջեն մտցնեն։ Մեզ ըստ օրենքի աշխատանքային օրենսգրքի գործարանի տնօրենը իրավունք ունի գործարպես չեղյալ համարի մեր պայմանագրերը եւ 2800 հոգու ազատել է գործից, բայց ըստ օրենսգրքի 3 օրվա ընթացքում պետք է նա մեր աշխատավարձերը փակի։ Եվ չի փակել։ Ասա չունենք։ Այսինքն գործից հանել է, բայց փողը գործից ազատել է, բայց աշխատավարձերը չի տվել։ Հիմա դες բոլորին գործից ազատել եք։ Այո, բոլորը գործել։ 800 մարդ գործից ազատել է մի գրչի հարվածով։ Ես իմ դիմը համաձայնվել եմ 14 թվականի ապրիլի 1-ից, բայց դեռս մինչև առայսօր ունեմ 1 տարուց ավել աշխատավարձ։ Չեն տալիս։ Չեն տալիս։ Վաճառաբանը որ գումար չունենք, որովհետև գումարներ փոշիացնում են։ Դե հիմա ինչքան հասկացա, Զախարյանն ասում է, մենք այդ տրուբաները կծախենք, ձեզ աշխատավարձը Զախարյանը տրուբաները վաճառի իր փողը վերցրացավ, դրավ որտեղից է վաճառել։ Ջորջ, մեկ, խնդրում մեկ։ Ընդհանրապես Զախարյանի խնդիրն է ժամանակ շահել։ Ժամանակ են ձգում։ Ժամանակ ձգելու համար։ Ինչա արդեն իրանք ունեն իրաց խնդիրները, որպեսզի կոլցկե 300 միլիոն վար որեկավ գործան, ինչի որտեղ ծախսվեց եւ ովքեր էին թույլատրողները եւ ում թեթև ձեռքով դրանք փոշիացան։ Եվ այսօր գործան այդպես է վիճակում։ Իսկ այսօր իրանք պատճառաբանում որ գործանի գույքը պետք է օտարեն, եթե վճարեն կաշտավարձ։ Իսկ մինչդեռ 10 թվականի ապրիլին գործանի որ կաննեց, ամեն անգամ կառավարությունը պնդում էր, որ 2-3 ամսից մինչև սեպտեմբեր մինչև տարվա վերջ գործանը վերագործարկվի։ Այսօր մոռացան վերագործարկման խնդիրը։ Այսօր դնում են գործան ապամոնտաժենք, ծախենք եւ առաջադարձ գումարը վճարեն կաշտավարձ, որը մեզ չի բավարարում։ Ինչու՞։ Չի բավարարում չի համարը, որովհետև գործածությունների բանակը շատ մեծ է եւ մենք համալրում ենք այսօր գործածությունների բանակը։ Մեզ ոչ տալ գործածությունների բանակը համալրում։ Ուզում ենք որ գործանը վերագործակ, դրա համար չենք ուզում որ գործանը քանդեն, վաճառեն որպես աշտավարձ։ Մենք ուզում ենք իրաց գումարներից մեզ վճարի մի աշտավարձը եւ գործանի վերագործման մասին չկա, այդ դեպքում աշտավարձ որտեղ է։ Ուրեմն թե փոշկա մենք մտածենք այդ գումարը որտեղ կարելի հայթայթել։ Մենք մտածենք արել։ Որտեղից։ Որտեղից։
Ուրեմն հարկայինը ցույց տվեց, որ 25 միլիարդ դրամ անցած տարի թաքնված վարկերից պետբյուջե վարկա վճարել, վերադարձել է պետբյուջե։ Մենք առաջարկում ենք, դες վերցնել կառավարությունը որպես գարանտ, վերցնել մոտ 2 միլիարդի չափով պարտ վերցնել։ Մեծ աշխատանք այսօր մենք գլատելու համար եւ ձեռնամուխ մինչեւ գործանի վերագործարկումը, որի ընթացքում արդեն գույցն մեր աշխատանքի հարցը եւ մեր աշխատավարձը արդեն ավտոմատիզացիա գույցի։ Իսկ դա առաջարկել եք Զախարյանին։ Այո, մենք դա առաջարկել ենք։ Լրություն է մատնված։ Մենք առաջարկել ենք, որ Չինաստանը պետությանը վարկա տրամադրել։ Այնտեղ որ կառավարությունը մեր երրորդ կաուչկի որ գծի իմաց, մեզ պարտել 4 միլիարդ 195 միլիոն։ Ու լրում այդ մասին։ Չինաստանից վարկավեցին գործագիծը աշխատում Չինաստան ֆինանսար դրամ։ Թողտեցում մեզ վարկ վճարել։ Երկրորդ ճանապարհը։ Երրորդ ճանապարհը Ռուսաստան 47 միլիոն վարկվեց Ռուսաստան անհատուց։ Դոկտորս մեզ գումար տրամադրեն։ Ինչ է փոշիացնում։ Եթե գումար չկա, ինչի՞ համար պետք է դատախազին տեղակայել Ռուսաստանի պողոտային բնական առեն։ Ինչի՞ համար պետք է մարզպետի փողմարզպետի համար բնականարը պետական բյուջեից։ Ինչի՞ համար պետք է նախարարին 60,000 դոլար ավտոմեքենա պատավատներ գնի։ Եվ որ գումար չկա։ Գումարները որ կարելի է օգտագործել նպատակային, ոչ թե փոշիացնել ընդամենը։ Դուք հիմա ունեք կոնկրետ ինչ-որ առաջարկների փաթեթ, որ բարձրանաք Մենք ունենք առաջարկների փաթեթ, այո, մենք ունենք առաջարկների փաթեթ եւ ճանապարհներ, որտեղից կարելի է գումար հայտարարել, աշտավարձ վճարել։ Բայց իրանք չեն ընդունում, որտեղ իրանք գիտեն, որ մեր փաստարկները օրինական է, տեղին է, իրանք ընդդիմախոսելու ոչ մի փաստարկ չունեն, դրա համար չեն ընդունում մեզ։ Ես դա եմ հասկանում։ Եթե ունեն փաստարկ թող դուրս գան, բարելնեն, հրավիրեն կամ նստեն բանակցելու։ Խնդրեմ։ Մելքոնյանը ուր է։ 5 տարի գործարանին տիրություններ անում։ Տնօրեններ։ Այո, տնօրենների խորհրդի նախագահ։ Գալիս էր ասում էր։ Դուք ինչ եք աշխատել, բանվոր, փականագոր։ Անընդհատ գալիս էր խափում էր եւ այնպիսի թալան ա եղել գործարանում, թող մտեն ստուգեն տենան, այդ տնօրենները, որ 2 միլիոն ու կես ստացել են, բանվորի տվել են 60,000, ոնց կլինի, ոնց հասկանան, ուրեմն նրա մի ամսվա աշխատավարձը կազմել է իմ 5 տարվա աշխատավարձը, ոնց հասկանան, Երբ Պետրոս, չեն կարող կտեն, վարչապետը չգիտի ինչա կատարվում, լավ էլ գիտի, ինչա թույլ տալիս, որ բանվորը գա ստեղ կառավարությանը քննադատի, ամոթ է իրաց, վերջ ժողովրդին պատասխան պետք է տան, թե չէ։ Ինչ են ուզում մեզը, գենոցիդի մասին են մտածում, 2000 հոգու հանեքսել են միջինը հաչվի, ընտանիքը 4 հոգի 10,000 հոգու հանեքսել են փողոցա գենոցիդ, չի, ինչ են մտածում, չգիտեմ, ուր գնանք, ճանապարհ բացեք թողեք գնանք, ցույց տվեք ճանապարհ, ինչ անենք, չագուշ վեկալենք ստեն գարտել, գնանք լսվենք բերթերը, սա է մերը, Պետրոս ջան, ուրիշ ճանապարհ չկա։ Իսկ այդ իրանց առաջարկած ճանապարհը, որ վաճառենք ձեր աշխատավարձերը տան։ Դա կծավի երևի 20 տարի դու չես դեր խլա։ Բայց իրանք ժամկետ ասել են ձեզ։ Ոչ մի ժամկետ չի։ Մենք ժամացույց ենք պահանջում, ժամանակացույց ենք։ Արի ասա որ ինգեր բանվոր 5 ամսվա մեջ, ես քեզ բարատ 5 ամսվա մեջ քո աշխատավարձը փակելու եմ։ Իսկ ինչ են ասում։ Ոչ մի պատասխան չկա։ Ոչ չկա։ Այսինքն դուք համաձայն կլինեք, եթե իրանք ասեն կոնկրետ 5 ամսվա մեջ ժամանակացույց, ժամկի աշխատավարձը վճարեք։ Կառավարությունը ժամանակացույց տա։ Դեպոյի բարաթը պետք է լինի մեր ձեռը։ նախարարի մակարդակով այդ հայտարարվել է, չէ։ Փետրվարի 6-ին մենք նույնիսկ նամակ են գրել վարչապետին եւ նախագահին եւ համաձայն կանադրության 10 օրվա ընթացքում իրանք մեզ պետք է պատասխան տային, բայց մինչեւ այսօր փետրվար 6-ից պատասխան չունենք։ Մենք առաջարկել ենք, տվեք մեզ մի աշխատավարձ այսօր, որպեսզի մարդիկ գոյատևեն, կոմունալ վճարումներ անեն եւ կառավարության ժամանակացույց գոնե 6 ամսվա կտրվածքում մեր պարտքերի մարման, բայց իրանք լրության են մատնում։ Լրության մատնում որտեւ տարիներ շարունակ որ 5 տարի գործանը կանգնել է, վարկեր եկել, կառավարության ներկայացուցիչ եղել է տնօրենի խորհրդի անդամ, տնօրենի խորհուրդը եւ կառավարությունը հովանավոր գործողությունները հայտվել են այս վիճակում, այսօր կառավարությունը չի կարող բան, որտեղ իրան ներկայացուցիչ եղել է տնօրենի խորհրդի կազմում։ Իրանք են որոշել, որ 5 տարի գործանը կանգնի, իրանք են որոշել, որ որոշ մարդիկ պետք է ստանան մի քանի միլիոն աշխատավարձ, իրանք են որոշել, որ գործը պետք է հայտես վիճակում, որտեղ կառավարության ներկայացուցիչ ներկա եղել որոշման։ Համար իրենք փաստարկ չունեն մեզ ընդդիմախոսելու։ Ինքը ասեց գործանի թալանի մասին, տենց բան իրոք եղել է։ Այո, թալան եթե 70 միլիոն Ռուսաստանից վարկ վերցրեց, որից Հայաստան եկավ 40 միլիոն,
ակցիաների համար վճարեց, 30 միլիոն անհայտացավ, կառավարությունը պայմանագիր, որ պետք է առաջ տարում, որոշակի մի քանի տասնյակ միլիոներ դրում կատարել, բայց փոխանցի 30 միլիոն անհայտացավ առաջի դրամից։ Երկրորդ եկավ 110 միլիոն, որ անհայտացավ։ Գործարանը կանգնած վիճակում 10 միլիոնով առան մեգատեքս գրուպան, նախկին մահոդի գործարանը որպես պայեստային տնօրինություն, եւ մի քանի ամիս հետո դա վաճառեց 960,000 դոլարով, 10 միլիոնով գնեցի եւ 960,000 վաճառեցին, որ ներկայացը նաեւ համաձայնություն տվել է կառավարության ներկայացուցիչը, դրանք մի դեպք թալաներ չեն։ Դրանք թալաներ։ Մելքոնյանին հատուկ ուղարկել էին վարչապետի, առաջին վարչապետի, նախին վարչապետի գործանը փակելու եւ թալանելու համար։ Մենք դից ենք պատմում։ Մեր Աստղ միտումնավոր են ուզեցել փակել։ այո, միտումնավոր։ Որտեղ նորմալի միտումնավոր է եղել։ Նորմալի աշխատին, նորմալի արտադրանք են։ Եվ մի օր մարտի 17-ին 9 թվականին 2009-ի մարտի 17-ին հոսանքը ամբողջ գործանի անջատեցին, վթարային վիճակ ստեցին, այդ օրվանից էլ չի աշխատում։ Ցեղերը պաշարտվեցին։ Կներկանաք դուք։ Հովհաննեսյան Սամվել, նախկին Նայիրից արտադրության պետի տեղակալ։ Կարող եք դուք հարցազրույց կամ երկխոսություն կազմակերպել հանրապետական կուսակցության ներկայացուցիչների եւ նայիրիցիների։ Մենք գրասենյակը ստեղ է իրաց գնացեք ընդեր։ Չէ, մենք ուզում ենք որ հնչեղություն ստանա ամբողջ հանրապետությունը, որովհետեւ նրանց հերյուրանքները, ստերը նայիրի վերաբերյալ։ Ինչն ասում։ Իհայտ կա։ Ամեն ինչն ասում։ Որ նայիրը անարդյունավետ աշխատում, հոգուտերով չի կարող աշխատել, անհնար է աշխատացնել։ Այդ ամեն ինչի մասին մենք մի հատ երկխոսություն հանրապետականի քանի նրանք են հեղինակը նայիրի այսօրվա վիճակի եւ փակելու եւ նայիրի 100-ավոր միլիոնավոր գումարների վատնելու չարաշահելու։ Հովհաննեսյան Արոն իրանք առաջարկում են տրուբաները վաճառեն, այնտեղ գույք վաճառեն։ մի րոպե ժողովուրդ Պարկը փակեն, հիմա տեսեք, սենց է փող չկա որ աշխատավարձ։ Ես պատասխանում։ Իրանք ասում են ծախենք տանք, վատ է։ Ես պատասխանեմ։ Ես ինչ ադում, եթե առաջարկում են նայիրի հիմնական միջոցները վաճառել եւ աշխատարծի պարտքը մարել։ Հերյուրանք է դա։ Նայիրի ունեցվածքը ամբողջությամբ այսօր վարկադրված է, գրավադրված է միշտ պետական բանկում։ Ուրիշի ապրանք է նայիրը 90%-ով։ Ինչ իրանք ունեն նայիրը եղած է հանեն։ Վաճառեն, նրանց հարցը լուծել է։ Իրանք ասում են մենք տես կանենք, կվաճառեն կտանք։ Շատ բան կանեն, իսկ հետագայում մենք հայտնենք փաստի առաջ։ Ժամանակ է։ Տեսնեք նայիրում ոչինչ չի մնացել։ Որ արդեն վաճառեն ժողովրդի պարտքերը փակեն։ Ես ավելի կարևոր հարց եմ ուզում ձեզ տալ։ Եթե նրանք այսօր հարցը դնում են նայիրը ունեցվածքը վաճառեն, պարտքը փակեն, սա ինչ է հուշում։ Որ ուզում են նայիրը վերացնեն։ Չէ, իսկ նայիրը վերացնելը ինչ է նշանակում։ Որ Հայաստանի արդյունաբերության վրա վերջնականապես խաչ են Մի կացում։ ամբողջ ազգ են։ Իսկ առանց արդյունաբերության ինչ պիտի լինի։ Այս արտագաղթը ավելի պիտի զարգ ստանա։ Նպատակը Եթե ինչն է։ միևնույնն է 10 տարի Պետրոջան, եթե կարող ես կազմակերպել, ավելի նոր տեսքով։ Փորձը։ Եթե փորձեք շնորհակալ կլինենք։ 2500 օկիանոս կոլեկտիվ ձեզանից շնորհակալ կլինի։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները եւ նայտի ներկայացուցիչները։ Հիմա կոնկրետ Բանավիճ են ձեր հետ։ Հիմա Ես վարչապետը ինչքան լսում եմ, ուզում եք վարչապետի հետ։ Թող իշտի ներքե։ Ուզում իրավունք պատասխան տա։ Իջնի պատասխան տա, ոնց ստեղծել են այս կաշան, թող իջնի պատասխան տան ժողովրդին։ Վարչապետը որ նոր էր ընտրվել, ասում էր ամեն ինչը լավ կլինի, ուրա լավը։ Տեղը ամրապնդեց եւ լավ եղավ։ Առաջարկենք որ աշխատավարձերի տա իրանց ֆոնդից վաճառեն խովակին ծախում, այո, խովակին ծախում, ինչ են ծախում, տանեն դնեն տորը։ Դա չէ։ Որտեղից իրանք այդ փողը ձեզ տան։ Իսկ հիմա բոլոր դեպքերում ձեզ հարևանը եթե ձեզ պարտ կալնում, դու կարող եք իրանք ունեք գնալու։ Մեզ 5 միլիարդ պարտ են, մենք այդ պարտ ենք, թող 5 միլիարդը տան, որտեղից կճարեն, ինձ չի տա, ես չի տա։ Որտեղ որ պահեստավորեն այդ միլիարդները, թող հանեն այդ պահեստավորվածը, տան ժողովրդին, նոր հետո լոն վաճառեն։ Ինչքան ժամանակ է դուք աշխատավարձ չեք ստացել։ 18 ամիս։ 18 ամիս չենք ստացել։ Վերջ Հունվարին աշխատանք։ Բա ո՞նց եք ապրում, լավ։ ոնց նուրալով ապրում ենք։ Քեզ այցերի մարդ ուզում են, մյուսից ենք ուզում։ Աշխատանք չեն ընտրում։ Երեխաս դպրոցից դուրս է մնացել։ Եթե այսպեսի ղեկավարություն ունեն, Իսկ տնօրենները աշխատավարձը ստացել են։ Այո, մեզ համար մարշի։ Տնա ինչ գիտես, ստացել են, թե չեն ստացել։ Տնօրենները 5 պարտքեր մասնա։ Միակ ցավը այա,
Միակ ցավը նա է, որ եթե հիմա ջունգլիներից միակ վեգր գայր, սրանք գրկապած կընդունեին։ Այս 17,700 ընտանիք որ դուրս է մնաց, ամեն ընտանիքին 5-6 շունչ։ Առեն համարում բացարձակ։ Առեն համարում։ Դե գերացին առեն համարում ես չեմ պատասխանում գենոցիդ է, բա ինչա։ Ես օրական 200 դրամ ուրիշից խնդրեմ, մարդկա 4-5 տրանսպորտ է փոխում Աբովյանից գալիս է հասնում ասե։ Տրանսպորտի անգամ փող չունի, բայց ես մարդկանց հետ հաշվի չեն առնում։ Հա էլի, ետենք։ Հիմա դուք ուզում եք որ բյուջեից փողը վերցնեն տանձыз աշխատավարձ։ Որտեղից բյուջեից չի։ Աշխատակի տեղ չկա, պիտի 40 տարեկանից կամ 40 տարեկանից, հիմա 60 տարեկան պիտի հաս չուտեն ես, ես որ գազի հետ կրել էր կանում, հոսակի համար կրել էր կանում, գալիս անջատու էր, մեկը փող չունենք որտեղ, որտեղ է, իրանք եմ ստիմով, որ մենք գրանք գողություն անենք, ավազակություն անենք, գուցե այդ դեպքում գնաք կոնկրետ Երևան Զախարյանի հետ խոսակ ժամկետ ասի, երբ կծախելու աշխատավարձը։ Երևան Զախարյանը ասում է, որ այսօր համար խոստալու շատ ապաստի է, ինքը դաժե վախենա, որ Երևան Զախարյանը բացարձակ հրաժարվեց, ասեց դրա համար կա վարչապետ կա նախագահ, ես գումար չունեմ, մյուս անգամ ինձ մոտ չգաք, սա եղել է իր վերջի պատասխանը։ Տենց ասել, հա։ Ասում գումար չունեմ, որտեղ ես տալու։ Չեմ կարող տալ։ Գումար չեք կարա տալ, երբ որ լինի նոր կտան, բայց երբ կլինի չի ասում երբ կլինի, մենք չենք հրաժարում ապատել փողին, մենք կտան, բայց չի ասում երբ կտան։ Հին վարչապետը ինչ։ Փող կանչեն հին վարչապետին եւ հին էներգիայի նախարարին, Արմեն Հուսիսյանին, ինչ արեցին Նաիրին։ Եվ կորզած փողերը բերեն տան ժողովուրդը։ Մեր հավաքած փողերը թող բերեն տան։ Ձեր անունը ինչպես է։ Ժենյա։ Տիկին Ժենյա, դուք լուրջ մեղադրանք եք ասում, այդ փաստերը որոնք են։ Փաստերը փաստանապատում է։ Փաստերը շատախասակում կմտնի գործան և եթե ուզենա, եթե ուզենա։ 42 միլիոն էլ աղբեր աշխատավարձ աստացի գնացել։ Ուրա դրա։ Աղբերը մեզ մոտ էր աշխատում, Տիգրան Սարգսյանը։ Դրանից 8 ամիս այս զգաց ինչ է կատարվում։ 24 ժամվա մեջ իրան գործի հրաշոտ արեցին, իսկ մեզի մի Այսինքն փողը 24 ժամվա մեջ տվեցին։ 24 ժամվա մեջ, 50 կայ մեջ իրա փողերը լրիվ ստացավ գնա։ 42 միլիոն։ Հետի որ թիմին այրել։ Տիգրան Սարգսյանի աղբերը։ Այո, Աշոտ Սարգսյանը։ Որովհետև ինքը վարչապետ եղբայր։ Նախագահից ինչ եք ուզում։ Ոչինչ չենք ուզում, մեր փողերը տան, ուրիշ ոչինչ կան։ Մեզ շպրտել են փողով։ Բայց այս խնդիրը կառավարության խնդիրն է, էլի, չէ՞։ Եվ կառավարություն եւ նախագահ։ Եվ կառավարություն եւ նախագահ։ Նույն կառավարությունը հրաման տվեց 63 տարեկան Նաիրիցի աշխատողներին վտարեն աշխատանքից։ Իսկ նույն կառավարության աշխատողները քանի տարեկան են։ 70 տարեկան է Երևան Զախարյանը։ Ինչու իրան հրաման չեն տալիս։ Իսկ ես աշխատել եմ 40 տարի, ուր գնում եմ նույնիսկ ավել չեն տալիս։ Ես մասնագիտությամբ աշխատող եմ։ Ինձ ավել չեն տալիս։ Բայց հիմա եթե դուրս չգան, ինչ եք անելու, դուրս չգան։ Ինչ պետք է շարունակենք։ Այս անորեն ամեն օր պիտի գանք մեր փողերը որ պահանջեն մեր փողերը տան։ Վերջում էլ համբերություն դուք գա ուրիշ բան։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ։ Մինչև 24 օրը չեն գա։ Ինչպես։ Մինչև 23 անդադ էս վիճակով պետք է գան։ Մենք մեր արդյոք 24 չեն գա։ Մեր եղերն զոհերի կան։ Շարունակելու ենք։ Նրանից հետո շարունակենք։ Իրանց առաջարկածը, որ գույքը վաճառեն տանձыз Գույքը վաճառելը դա նախարարի առաջարկությունն է եղել, կառավարությունն էլ դեմ չի դրան, բայց այդ գույքի վաճառքը ժամանակատար պրոցես է։ Գույքը չես կարող ասես, բայց վաղը կվաճառեմ, ձեր փողը կտամ։ Տարբեր սարքավորումներ, տարբեր սարքեր վաճառելու նա գնորդին պիտի ճարես։ Երկրորդը ժամանակ է պետք դրա համար։
Մեր կոլեկտիվը ասում է, որպեսզի գույքը վտարվի, վաճառվի։ Հաշվարկածը օրինակի համար $10 միլիոն ապրանք պիտի վաճառենք։ Որևէ տեղից պարտ կանի կառավարությունը, սա աշխատավարձի պարտքը փակի մարդկանց, հետո գույքը կվաճառեն, կտանեն ումից վերցրել են, կմարեն։ Առաջարկել եք այդ։ Առաջարկել ենք նախարար։ Եվ Առայժմ պատասխան չկա վերական։ Վարչապետին նույնն եք ուզում առաջարկել։ Վարչապետին նույնն ենք ուզում առաջարկենք։ Վարչապետից ուզում ենք ժամանակացույց խնդրենք։ Ժամանակացույց մարդիկ համաձայն են, բոլորն էլ հասկանում են, որ մի օրվա մեջ այդ հարցը լուծվող հարց չի, ժամանակապետ։ Պլյուս դրան Ռուսաստանի բանկի հետ կապված հարցեր ունի Նայիրիտը։ Կառավարությունը մինչև այդ հարցերը լուծի, մի հատ ժամանակացույց տա մեր կոլեկտիվին, պաշտոնական ժամանակացույց, որ գիտեք ինչ, օրինակ եմ ասում, ենթադրենք մինչև դեկտեմբերի 20-ը ձեր պարտքի մարումը կկատարվի։ Ժողովուրդը կհանգստանա, այլ փողոցներում թրեմ չի կա, էլի։ Իսկ նախագահից ինչ եք պահանջում, նույն բանը։ Նույն բանն ենք բոլորները։ Այսինքն կարելի ասել, եթե որ սկսեն ծախել Նայիրտի գույքը, Նայիրտի վերագործումը կվերջանա տեղից։ Չէ, գիտեք ինչ, եթե այնտեղ գույքը օտարվում, արտադրական պրոցեսի մասից չի դա։ Այն սարքավորումներն են, որոնք հետագայում գործանի վերագործարկման համար պիտանի չեն։ Նայիրտում կա քարծախաթթվի արտադրություն, որը 90 թվականից մինչև այսօր չի աշխատել։ Այդ արտադրությունում կամ ընդհանուր արտադրությունը կարան վաճառեն, կան այլ սարքավորումներ։ Իսկ ընդհանրապես վերագործարկման մասին խոսք կա թե չէ։ Ծրագիր կա ներկայացած, երկու ծրագիր ունենք ներկայացած, երկու ճանապարհով կաուչուկի արտադրությունը բացթողելու։ Ացետիլենային եւ բուտադիենային եղանակներով բիզնես ծրագիրը ներկայացված է, ինչքան գումար մի ծրագրով մոտ $55 միլիոն ներդրում պետք, մյուս ծրագրով $65 միլիոն ներդրման պետք եւ հաշվարկներով տարեկան $17 միլիոն Նայիրիտը եկամուտ կունենա աշխատելու տարեկան $17 միլիոն։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստատիտողներ, մենք զրուցեցինք նայեցիների հետ, նրանք շատ պարզ մարդկային բան են ցանկանում, իրենց աշխատավարձերը, կառավարությունը առաջարկում է ինչ-որ գույք վաճառել Նայիրիտից եւ պարտքը տա, նայեցիները ցանկանում են կոնկրետ ժամանակաչափ իմանալ, թե երբ այդ գույքը կվաճառվի եւ կոնկրետ նրանք երբ կստանան իրենց աշխատավարձերը, կամ առաջարկում են, որպեսզի կառավարությունը գումար ճարի, տա իրենց, հետո գույքը վաճառի եւ դնի այդ գումարի տեղը։ Համաձայնվեք, որ շատ ծանր իրավիճակ է, որովհետեւ մարդիկ տարուց ավել աշխատավարձ չեն ստանում, դուք լսեցիք, ապրում են պարտքով, մի կերպ եւ ընդհանրապես այս ներվը, այս ամեն ինչը մի տեսակ ստվերակցում ոչ միայն մեր արդյունաբերության վրա, այլ ողջ մեր հասարակության վրա։ Հուսանք, որ մեր իշխանությունները լուծում կարող են գտնել եւ ինչ որ կերպ այս մարդկանց, որոնք 20 տարի, 30 տարի, 40 տարի տքնաժան ձևով աշխատել են ոչ այնքան բարվոք աշխատանքային պայմաններում, այդ լուծումը կգտնվի եւ մարդիկ իրենց աշխատավարձը, որը երաշխավորված է մեր սահմանադրությամբ, մեր օրենքներով, կստանան եւ մենք կհասկանանք, որ ինչ որ ձևով գոնե օրենքները մեր երկրում աշխատում են, մանավանդ որ նայեցիները նշում են, որ ղեկավար կազմը նախկին վարչապետի եղբայրը միլիոնավոր դրամներով իրենց աշխատավարձերը շատ օպերատիվ ձևով ստացել են, հիմա ինչ անենք, որ այս խեղճ մարդիկ ինչ որ մեկի եղբայրը կամ քույրը չեն։ Ուրվագիծը մի տեսակ անսովոր ֆորմատով էր, բայց համաձայնվեք, որ իրավիճակը նույնպես անսովոր է, մարդկանց երկար տարիներ աշխատացնել եւ գումար չտալ եւ որևէ լուծում չառաջարկել, որ մարդկանց բավարարի, նույնպես անսովոր վիճակ է, դրա համար մենք պարբերաբար կփորձենք, երբ որ այսպես կազուսային իրավիճակներ են լինում, հենց տեղում դեպքի վայրից դες ներկայացնել հարցազրույցներ մարդկանց հետ, ինչը դուք այսօր տեսաք։